վասնզի մեզ մանուկ ծնվեց, մեզ որդի տրվեց, եւ իշխանությունը նրա ուսերի վրա պիտի լինի, նրա անունը պիտի կոչվի սքանչելի, խորհրդակից, հզոր Աստված, հավիտենականության հայր, խաղաղության իշխան, Դավթի աթոռի վրա եւ նրա թագավորության վրա, նրա իշխանությանը մեծնալուն եւ խաղաղությանը սահման չկա, որպիսի հիմիկվանից միջև հավիտյան իրավունքով եւ արդարությունով հաստատե եւ զորացնե զանիկա։ Ով է այս մանուկը, ով է այս որդին, որի համար գրված է խորհրդակից հզոր Աստված, խաղաղության իշխան ով է։ Ասում են, որ սա Եզեկիա թագավորի համար է գրված, Եզեկիան բարեպաշտ թագավոր էր։ Եթե մի քանի թագավորներ կային, որոնք Աստծո առջև հաճելի եղան, Եզեկիան դրանցից մեկն էր։ Բարեպաշտ մեկն էր, աստվածավախ մեկն էր։ Ասում են, Աստված նրա միջոցով մեծ գործեր արավ։ Եվ դրա համար նրա անունը գրվեց այստեղ։ Այս ամենը ում համար է գրված։ Մեզ որդի տրվեց, մեզ մանուկ ծնվեց, իր գահը թողեց, իր փառքը թողեց եւ եկավ երկիր մոլորակի վրա, որտեղ ծնվեց, որտեղ ծնվեց։ Երկնքից երկիր խոնարհելը այս սա է նշանակում։ Եկավ, որ իր իսկ ստեղծած մարդկանց փրկիչը լինի։ Եվ սա գաղտնիք է։ Սրան հավատալու համար մարդը պիտի խոնարհի, պիտի տրվի Տիրոջը, որ Աստված դնան բացի այս գաղտնիքը, ովքեր որ ճշմարտապես հավատում են այս խոսքերին, Աստված վերցնում է այդ ծածկոցը նրանց սրտի վրայից, եւ նրանք լուսավորվելով հասկանում են այս ճշմարտությունը։ Կարդանք Տիմոթեոսի առաջին նամակ 3-րդ գլուխ եւ 16 համար։ Հայտնապես մեծ է Աստվածպաշտության խորհուրդը։ Աստված մարմնով հայտնվեց, հոգիով արդարացավ, հրեշտակներին երևցավ, հեթանոսների մեջ քարոզվեց, աշխարհից ընդունվեց եւ փառքով համբարձվեց։ Ով է այդ անձնավորությունը, եթե ոչ ինքը Տեր Հիսուս Քրիստոս։